Լյուս։ Նմանապես։ Շուտ ես եկել։ Քեզանից եմ օրինակ վերցնում։ Իսկ եթե ավելի անկեղծ։ Էս նոր բուժքույրը ուր է։ Էս ով են աղշել։ Կոկոշկան։ Ով։ Չես ճանաչի ձեզ Դանիել։ Լույսը չբացված ո՞նց է հասցրել։ Բա։ Արև։ Ուր է։ Եվ ով է այդ քաջը։ Կոկոշկան։ Ով։ Ես որ չեմ ճանաչում։ Կոկոշկան։ Ինքը։ Օսկարը։ Հոլիվուդի։ Տերը կառնում։ Ինչ ասի որ։ Ու ես դեմքով հիվանդի մոտ պետք է գնաս, հա։ Չէ, դեմքս կթողնեմ նոր կգնամ Կարապետյան ջան։ Լավ գրիմ արա, հիվանդների սիրտը չճաքի։ Իննանց է մեկ րոպե։ Բուժքույրդ ուր է։ Դոնարա Արամովնա։ Նորը։ Ուր է։ Լսի անգամ անունը չգիտեմ։ Ձեզ Դանիել, դու անունը գիտես։ Ես գիտեի, որ այս բրիգադը դոնարան է պահում, բայց ինչ ձևով։ Կարապետյան չեմ հասկանում։ Դու ես աշխատանքի ընդունում ինձնից ես պահանջում, ձեզ Դանիելից ես պահանջում։ Այդ հանգուցյալ նկարիչը այս մյուս աչքներ պետք է ջնջխեր։ Այս հրդեհի բունն չեք ստեղ թողել, հազար անգամ ասեցի ռադարեք։ Միլիոնը տվեն սուրճի ապարատ հեմարայև Ի։ Ուրեմն Կոկոշկան նկարիչ է, են էլ հանգուցյալ։ Իսկ հայ է։ Չէ, ավստրիացի է։ Բայց տատը ասում են հայ է, ինչ որ հայի արմատներ ունի։ Գուցե կողմնորոշվեք։ Ինչ։ Երկինքն է ջինջ, կյանքը ոչինչ, դուք փնտրում եք, չգիտեմ ինչ, Սրիչ, բրիչ ու ներարկի։ ու հատկապես ներարկիչ։ Ավելի ինչ պահանջեք իմպրովիզեր, էքսպրոմտ։ Ես ոչինչ էլ չեմ պահանջում, ուղղակի ինձ ասացին, որ դուք այստեղ եք։ Ներքևում են ասել, թե վերևում։ Չէ, վերևում։ Վերևում, հա, ուրեմն չեն ստել, մենք այստեղ ենք, այո։ Իսկ դուք։ Ներեցեք, սա 3-րդ բրիգադն է։ Հարցիս հարցով է պատասխանում։ Տեսնես տատնով կլինի, հա, ըստ քեզ։ Ենթադրենք 3-րդն է, հետո։ Ուրեմն ես 3-րդ բրիգադի բուժքույրն եմ։ Նստեք։ Ժամը քանիսն է բուժքույր։ Ժամը Պատասխանը չեմ լսում։ ուշացել եմ։ Ձեզ Դանիել, դու հարցիս պատասխանը լսեցիր, ես էլ ոչ։ 9-12 արդեն 13 րոպե։
Շատ լավ եք սկսում ձեր առաջին աշխատանքային օրը բուժկույր։ Տրանսպորտը ուշացավ։ Չգիտեմ 5-րդ անգամից երակ կկարողանա մտնել թե ոչ, բայց որ այստեղ երկար չի դիմանա, դա ակնհայտ է։ Ես մի անգամից եմ մտնում։ Եթե հիմա կանչ ստանանք, ինչ եք անելու։ Ստուգել եք դեղարկղը։ Նախորդ հերթափոխինով ինչ արել չգիտեք։ Իսկ եթե մի բան տեղում չլինի, եթե ասեմ այս ինչ դեղը տուր ու ձեռքի տակ չլինի, ինչ ես անելու։ Դրա համար դու ես պատասխան տալու, հասկացար։ Բժիշկ, առաջին անգամն է։ Ու վերջին։ Իսկ հիմա մար, 2 րոպեից ստուգելու եմ դեղարկղը։ Միշտ է այսպես։ Հատկապես երբ ուշանում են։ Աղջիկ ջան, եթե ուզում ես աշխատել, ուշանալ բառն մոռացիր։ Հասկացար։ Հասկացա։ Դե շուտ վազիր լիցքավորման սենյակ ու պահեստային արկղը վերցրու։ Դարիր։ Այսօր կոֆե չխմեցինք։ Դիմավորող կա։ Չէ։ Այս շենքեր համարը գալուղին որ մի հատ տենամ, չէ։ Ձեզ Դանիել, բայց ոնց որ մի քանի օր առաջ ես թաղերում եղել ենք։ Ահա։ Ինչև գտա հոգիս դուրս եկավ։ Ոնց որ թե ստեղից ձախ ենք թեքվելու։ Հա, ոնց որ։ Մի րոպե բայ ձեզ Դանիել։ Ներողություն, այս շենքը որ համարն է։ Որ։ Շնորհակալ եմ, հա, այս կողմն է։ Հույսս կտրել էի։ Եթե շենքի համարները ճիշտ գրված լիներ, վաղուց արդեն այստեղ կլինեին։ Արդեն զանգում էի ձեր ղեկավարությանը։ Մենք այստեղ ենք, կանչը ստանալուց ընդամենը 17 րոպե հետո։ Իսկ ձերը այդքան էլ շտապ չէր։ Դե միջև գա առողջներ կհիվանդանա էլի։ Դա ձեզ չի սպառնում։ Լավ քաչ տեսք ունեք։ Իսկ դուք պրոբլեմ ունեք։ Հիվանդատերն են վերաբերմունք ցույց տվել։ Որով ձեզ։ Ինչ բողոք ունեք։ Ճնշումը բարձր է, սիրտը խառնում է։ Վատ եմ, շատ վատ եմ։ Իսկ ավելի կոնկրետ հա տիկին, ինչ բողոք ունեք։ Ջերմություն ունեմ։ Լեղապարկս շատ է ցավում։ 2 ժամ առաջ մի բրիգադ էլ եկավ։ Հա, 07 բրիգադը։ Տաբլետկա են տալիս։ Մարդը մեռնում է, տաբլետկա են տալիս։ Ուրիշ ինչ են արել։ Ինչ պիտի անեն։ Խորհուրդ տվեցին, որ դիմենք տեղամասային բժշկին։ Կարծես նրա տեղը մենք չգիտենք։ Ինչ դեղ են տվել։ Անապրիլին։ Տիկին, ձեր սիրտը նորմալ է։ Չհասկացա, այս պայմանավորվել եք, ուրիշ ասելիք չունեք, բոլորդ էլ նույն բանն եք ասում։ Լավ, հիմա ջերմությունը կստուգենք։ Չեմ թողնի։ Լսեք, ասում եք ջերմություն ունեք, մենք պարտավոր ենք ստուգել։ Իսկ մենք հրաժարվում ենք։ Լսեք, դուք կարող եք հրաժարվում եք, բայց ձեր կինը չէ։ Նա բողոք ունի։ Ասացի չեմ թողնի։ Ինչ եք կպել ջերմությունիցս։ Էլ տաբլետկա չտակ։ Կուլ տվող չեմ։ Ինչ եք ուզում։ Մի բան սրսկեք, այս ամեն ինչը անցնի։ Ինչը անցնի, տիկին։ Ինչով կարող եմ ձեզ օգնել։ Ձեր ճնշումը նորմալ է, որովայնը հանգիստ։ Ես ոչ
Ձեր թաղամասի բժիշկն եմ, ոչ էլ հոգեբույժ, ավելի շուտ հոգեթերապևտ, այն նրա կարիքը դուք հաստատ ունեք։ Կարծում ես չգիտենք, որ փող ես ուզում։ Ուզում ես, բայց չգիտես ոնց ասես։ Փոխարենը դուք շատ լավ ասացիք։ Մնացածը կասեմ ձեր ղեկավարությանը։ Ձեզ Դանիել ոստիկանություն կանչի։ Ինչ։ Ասա, որ ինձ ու բուժխրոջը սպառնում են, չեն թողնում տնից դուրս գանք։ Եղավ։ Ես այսպես չեմ թողնի, ես կբողոքեմ։ Ես ում կա բողոքես, հա? Ում կա բողոքես։ Քո կարծիքով ոստիկանությունը ում կա հավատա, ինձ թե քեզ։ Օրը քանի անգամ ես անիմաստ տեղը շտապ օգնություն կանչում։ Այն դեպքում, որ քո կինը կարա իր ոտքով գնա պոլիկլինիկա։ Չես մտածում, որ մեկ ուրիշը իսկապես շտապ օգնության կարիք ունի։ Թե թքած ունես, որ հենց հիմա քո պատճառով մեկը հաշմանդամ դարձավ։ Այն մեկը մահացավ առանց օգնություն ստանալու։ Փողի մասին ես հա խոսում։ Հա։ Վերցնում եմ, հա։ Բայց մարդուց եմ վերցնում, հասկացար։ Իսկ հիմա հեռու։ Աննա։ Միևնույն է, ես կբողոքեմ։ Սպասենք։ Ում։ Ոստիկաններին։ Աղջիկ ջան, եթե ոստիկան պետք է, բժիշկը հենց վերևում կզանգեր։ Մյուս անգամ, մինչև 03 հավաքել է, կմտածի, զանգի թե չէ։ Դժվար։ Ավելի շուտ կբողոքի։ Նաև հոգեբան է։ Տեսքից է երևում։ Իսկ երակ մտնելու վարպետությունը ցույց տալու առիթ տենց էլ չեղավ, զգացի։ Ոչինչ, օրը դեռ նոր է սկսվում։ Դու ասա, ավարտվի։ Ձեզ որ մնա չի ավարտվի։ Բժիշկ, հողաթափերով, ա՞։ Ես ի՞նչ անում այստեղ։ Մոտերքում տուն էլ չկա։ Զազ Դանիել մոտեցի իրան։ Ալոյան վերադառնում ենք։ Եղավ։ Բայց մի տարօրինակ տատի ենք տեսել։ Որտեղ։ Ճանապարհի մեջտեղը, հողաթափերով է։ Հասկացա։ Դու աշխարհի ամենահասկացող ալոյանն ես։ Զաց Դանիել։ Սաղուն մոտենում ենք տատիին։ Ես էլ հասկացա։ Գնացինք։ Զազ Դանիել, այ այնտեղ։ Մանուշ տատիկը տոնավաճառ էր եկել։ Դուրս գալուց ձախ պետք է գնար, խառնել էր աջ էր գնացել ու անցումի տեղն էր կորցրել։ Բա այստեղ ոնց ես ասել, Մանուշ տատի։ Մտքիդ որ լինի, կհասնես։ Տոնավաճառում ինչ էի գանում։ Տղայիս ծնունդն է վաղը, ասի նվեր առնեմ։ Տնեցիկին ուղարկեիր։ Տնեցիկ։ Դե ինչի նեղություն տամ։
Արսիդ հետ ոնց ես։ Ինչ է որ։ Հեչ։ Կարար զգուշացներ կոշիկ հագնեիր։ Ասածդ ինչ է։ Ասածս լավ էլ հասկացար։ Չէ, բաց չենք։ Լավ էլ չենք։ Էդ ինչ է նշանակում, տաճ ջան։ Աղջիկ ջան, ծերությունը աղուլերի է։ Ոչ մեկին պետք չես։ Չէ, տատի ջան, այդպես չի, այդպես մի ասա։ Աղջիկ ջան, դեռ ջահել ես դու չգիտեմ, վայ, Մեսրոպս։ Մեսրոպովա։ Տղասա ով է։ Ձյազ Դանիել։ Վայ, են էլ հարսս է, ես ինչ էր անում փողոցում։ Աչքիս քեզ են փնտրում։ Իմ ինչին են փնտրում, ում եմ պետք ես։ Ինչ պիտի պատահի։ Այ մեր արի։ Բան չի պատահել, ցավը տանը, Մեսրոպ ջան, արևիդ մերն եմ։ Սուր էի։ Գնացել էի խանութ, քեզ համար նվեր առնեմ։ Մամ ջան, այսօր էիր կորել, թաղ իրար էինք խառնել, երեխեքն էլ քեզ էին ման գալիս։ Այս փոշիկ ինչի չես հագել։ Մենակ իմանաս, թե ինչ նվեր եմ առել Մեսրոպ։ Ինչ նվեր է։ Ջանիդ մերն է։ Լավ էլի։ Ցավը տանը։ Դե լավ, հաջողություն ձեզ։ Շնորհակալություն բժիշկ ջան։ Արի, գնացինք տուն։ Վայ, ապրեն էստեղ, ապրեք դու։ Ափսուց է լավ վերեցիք տեղ հասցրիք, շատ շնորհակալ եմ, ապրեք։ Շատ շնորհակալ։ Բան են անում, ես չքան ենք մանեք, ես աշեքով մեկ քեզ ենք ման գալի։ Ինձ եք մանեք եմ։ Բայց տղեկ ինչ կանցրեց, ես կոմեք ոմգան։ Լավ եք։ Արի, գնանք։ Չասիր, անունդ ինչ է։ Աննա, Ափսոս։ ինչ է։ Մեր տրիդեն։ Ինչ է։ Մեր տրիդեն։ Դավիթ, Արտակի մայրն է զանգել։ Հասկացա։ Ձյազ Դանիել, գնացինք։ Ես պետք եմ։ Վերև չես ուզում բարձրանալ։ Սիրտս չի բռնում։ Աչքիս դեմ լուսի պես երեխան մարում է։ Ես ասել եմ, ու էլի կասեմ։ Լավ բժիշկը ամեն լավ դերասան է։ Դե որ բուժել չես կարողանում, պետք է լավ դերասանություն անում։ 2 անգամ քիմիոթերապիա է տարել, 4 անգամ ռեմիսիա եղավ, բայց վիճակը վատ է։ Ինքը շատ զգայուն երեխա է, հանկարծ չտեսնի, որ խղճում ես, լավ։ Լավ։ Արտակ ջան, բարև։ Բարև։ Ասի անցնում էինք տան մոտով, ասեցի բարձրանամ, տենա ոնց ես։ Լավ եմ։ Մեր նոր բուժքույրն է, ծանոթացի Աննան է։ Բարև ձեզ։ Բարև։ Մաման արդեն ասել է։ Չէ, ոչինչ էլ չի ասել։ Ուրեմն չի հասցրել։ Լավ, համաձայն եմ վատ դերասան եմ, հա։ Հա։ Լսեցիր մամ։ Իսկ ես մտածում էի, որ բժիշկը կբարկանա, որտեղ չեմ խմում։ Չէ, ինչի պետք է բարկանամ դու։ Մեծ տղա ես ու եթե որոշել ես։ Այլ դեղ չեմ խմելու, որոշել եմ։
Չհամոզեք։ Արտա քո համար հյութ ենք բերել։ Աննա, 2 բաժակով հյութ բեր, հա։ Մեկը Արտակին, մեկն էլ ինձ։ Եթե իհարկե Արտակը դեմ չի։ Դեմ չես, չէ։ Չէ։ Հələ ուր դեմ լինեիր։ Մենք առանձին զրույց ունենք, հա, տղամարդկանցով։ Հիմա բերեմ։ Երբ տղամարդիկ առանձին խոսում են, կանայք ինչ են անում։ Գնում եմ խոհանոց։ Հյութ են բերում։ Ինչա պատահել։ Ես մեռնելու եմ։ Արտակ ջան, քո վիճակը շատ լուրջ է, բայց անհուսալի չի։ Նորից քիմիա են անելու, իսկ ինտերնետում գրված է, որ իմ տարիքում ու իմ դիագնոզով մարդիկ չեն ապրում։ Մեծ տղա ես ու ինտերնետում գրված ամեն հիմարություններին ես հավատում։ 3-րդ անգամ քիմիա են անելու։ Գիտեք դա ինչ է։ Հա, գիտեմ, բայց գիտեմ, որ հրաշքներ են լինում։ Հույս եք տալիս։ Քեզ չի կարելի խաբել, անիմաստ հույսեր տալ։ Որոշել ես ուրեմն ամեն ինչ իզուր է։ Դեր սելեկցիոնը ինչպես է գետնին նստում։ Ահա, գիտեմ։ Լսի ասացի գիտեմ, բայց նոր հասկացա, որ երբեք էլ ուշադրություն չեմ դարձրել։ Ես էլ առաջ ուշադիր չէի։ Առաջին ձյունը, որ եկավ, մաման տարավ պատուհանի մոտ։ Ես տեսա, թե ոնց է ձյունը գետնին նստում։ Հետո տեսա, ոնց էր անին լացում։ Պարզվում էր գոռոց ձնագնդիով խփել էր նրան։ Ես մտածում էի, թե նրանք հասկանում են, որ իրենք երջանիկ են։ Նախանձեցի նրանց։ Հետո հիշեցի դասարանցիներիս։ Նրանց էլ նախանձեցի։ Իսկ ես չեմ ուզում ինչ-որ մեկին նախանձել։ Ես ուզում եմ նրանց պես լինել։ Էլ դեղ չեմ խմի։ Ինչ լինում է, թող լինի։ Արտակ, բայց դու էգոիստ ես։ Գիտես դա ինչ է նշանակում։ Գիտեմ, ու էգոիստ չեմ։ Լսի, ելը դուստի, հա։ Լսի, որոշումներ կայացնելուց առաջ մտածել ես ծնողներիդ մասին։ Հայրդ 2 տեղ է աշխատում, որ կարողանա դեղերիդ գումարը վաստակել։ Իսկ քո դեղերը շատ թանկ են, գիտես։ Գիտեմ։ Մայրդ չի աշխատում, որ անընդհատ քո կողքին լինի։ 3 տարի է դու հիվանդ ես։ 3 տարին նրանք մոռացել են ամեն ինչ։ Անընդհատ քո կողքին են, ուզում են, որ դու շուտ առողջանաս։ Նրանք հավատում են քեզ, իսկ դու նրանց մենակ ես թողնում։ Այդ մասին չէի մտածել։ Մտածիր, հա, Արտակ ջան։ Ես շատ հիվանդների եմ տեսել, բայց քեզպես ուժեղ չկար նրանց մեջ։ Ես գիտեմ, որ չես կարող չմտածել ծնողներիդ մասին։ Դուք պետք է միասին լինեք, հասկացար։ Գիշերն էլի վատացա։ Մաման չքնեց, մինչև առավոտ, պապան էլ չքնեց։ Ու այդպես գործի գնացին։ Մամ, դեղերս տուր։ Ես ինչ է վիճակները։ Մահացավ։ Կես ժամ չարշարվեցինք լրիվ ուժեր։ Հոգին ազատեց։
սենյակում։ Երբ է խմել։ Կես ժամ չկա։ Խոհանոց գնաց բաժակոտ ջուրն առած սենյակ մտավ։ Ինքը գիշերը ջուր խմելու սովորություն չունի։ Հետո ես մտա սենյակ ու հենց քնաբերը տեսա, իսկույն շտապօգնություն զանգեցի։ Քնած չէիք։ Քնած էի, բայց կարծես մեկը զարթացրեց։ Լսում ես ինձ։ Լսում ես ինձ։ Լսում ես։ Լավ, հասկանալի է, շուտ արեք։ Ստամոքսի մակրում գնացեք արագ ինչ որ պետքա բերեք։ Ինչ է իրանում հիմար աղջիկ։ Ում էիր ինչ ապացուցում։ Միստր Իկայի։ Իսկ դուք ուր էիք։ Ես ինչ իմանայի։ Այստեղ մի ծխեք ու դուրս գնացեք, հա։ Ասում եմ դուրս գնացեք ու այստեղ մի ծխեք։ Անա ինչ եղավ այդ թասը, Անա։ Շուտ արեք, սկսեցինք, դուր, ջուրա։ Խմի։ Խմի ասում եմ։ Ամբողջը խմի։ Անա, բաժակի մեջ 15 հատ ակտիվացրած ածուխ, արագ։ Բժիշկ աղջկաս փրկեք։ Փրկել ենք արդեն։ Ավելի շուտ դուք եք փրկել։ Եթե մի քիչ էլ ուշ զանգեիք։ Անա, արի գլուխը պոյ։ 15 րոպեից կտաս, հա՞ էդի։ Լավ։ Կխմես, լավ։ Մի քիչ տհաճ ա լինելու, բայց մեռնելուց տհաճ չի։ Մի րոպե եկեք, հա։ Բժիշկ, ոստիկանություն հայտնելու եք։ Իհարկե։ Իսկ եթե խնդրենք։ Շատ եմ խնդրում, ձեզ համար ինչ է, ասեք ուտելիքից է թունավորվել։ Մենք շնորհակալ կլինենք։ Կրիմինալ շնորհակալություն ես չեմ ընդունում։ Ախր ինչ կլինի։ Առանց այդ էլ հարևան բարեկամ ինչ ասես խոսեցին։ Սա էլ իմացան փողոց դուրս գալ չենք կարող։ Լսեք, փողոցի մասին եք մտածում, հա։ Իչեք վախենում, որ ձեր աղջիկը մահափորձը կկրկնի։ Չէ, չի անի, աչքս վրայից չեմ հեռացնի։ Ամեն րոպե չեք կարող կողքը լինել, իսկ կրկնելու վտանգը մեծ է, անհաջող սեր։ Չի պիտի մեզ հետ պատահեր։ Ինձ էլ հասկացեք, ես պարտավոր եմ։ Բժիշկ, խնդրում եմ, մի բան արա։ Գնացեք։ Գնացեք ասում։ Ինչպես է։ Արդեն ոչինչ։ Հիմա կստուգենք։ Հա։ Զանգարում եմ ոստիկանություն։ Հա, չի հետաքրքրում։ Հա, դե ինչու պետք է հետաքրքրի, որ։ Կյանքդ կործանեցիր, մնացածը մանրուք է, չէ՞։ Իսկ գիտես, մայրդ այնտեղ քո մասին է մտածում։ Քո ապագայի մասին է մտածում։ Չի ուզում, որ հարևան, բարեկամ իմանան։ Լսի, բոլորն էլ իրենց կյանքում գոնե մեկ անգամ մտածում են ինքնասպանության մասին։ Ես էլ եմ մտածել։ Հա, ես էլ եմ մտածել։ Բայց գիտես, պետքա իմանաս, վստահ լինես, հա։ Ում համար ես անում, ինչի համար ես անում։ Պատրաստ ես այդ քայլին գնալ, թե ոչ։ Ճիշտ է դա, թե ոչ։ Արտականունով մի երեխա կա։ Իմացել էր, որ մեռնելու է ու դադարել էր դեղերը խմել։ Գիտես ինձ ինչ է հարցնում։ Ասում է, ինչու առողջները երջանիկ չեն։
Չէ որ ապրում են։ Նա 12 տարեկան է, գիտես։ 12 տարեկան։ Արյան քաղցկեղ ունի ու օգնել է իր հիվանդությունից։ Բայց հենց հիշել է ծնողներին, մորից անմիջապես խնդրել է դեղերը ու ես գիտեմ, կխմի միջև վերջ։ Չէ գնամ զանգանեմ ոստիկանությունը։ Երեք օրվա ընթացքում ես համարով չզանգահարեք, ես կզանգահարեմ ոստիկանություն։ Հրաշալի հոգեբանը նա կօգնի։ Եթե կրկնի ինձ չեմ ների, ձեզ 3 օր ժամանակ։ Որքան ժամանակ այս վիճակում։ Իսկ կարես շորը գցես աղբա։ Կգցեմ։ Ազատ ու անկախ ինչպես ազատ սպիտակ թռչունը White House-ից։ Չհասկացա, այդ ինչ էր։ Ես էլ չեմ հասկանում անկեղծորեն։